հիշեք այդ ժամանակը, երբ որ հանրային հեռուստաընկերությունը եթերով առարկաները հեռարձակում էր, այսինքն լուսավորության շրջաներ, կրթության դարաշրջաներ, կրթվել այսպես ասած նորաձև չէր, բայց պարտադիր էր, որտեվ հանրայինն էր հեռարձակում։ Հիշեք այդ շրջանը, ինչ էիք անում, երբ էիք եթեր մտնում, ինչ էիք սովորեցնում, ում երեխաները ոնց էին միանում։ Սրած սիրով, որտեվ իմ ամենաերջանիկ տարիներն էին դրանք ոչ միայն իմ երջանիկ տարիներն են, Հայաստանի համար ոսկի դար էր, Հայաստանի կրթության եւ գիտության համար ոսկի դար։ Ինձ հրավիրեցին հերոստա կենտրոն հաղորդավարի որին հրավիրել էին ֆիզիկայից պատահականից, ինչպես միշտ պատահական ընկա այդտեղ նրա մոտ ինչ որ ձայնի դեֆեկտ էր, երևի օպերատորները լավ գիտեն ինչ որ դեֆեկտ էր, գիտեմ շվոց էր գալիս թե ինչ շտապ կանչեցին թե վաղը պետք է դու այս դասը վարես։ Ուրեմն այդ ժամանակ կար դասի ներդիր ֆիզիկայի ես ուրեմն իմ ձանից մի ժամ առաջ դասը վարում էր մեր խոսքը մեր լեզուն Արտեմ Սարգսյանը շատ հայտնի շատ հետաքրքիր շատ կոլորիտ ազնվություն էր հետո գալիս էր ֆիզիկայի դասը ինձ կանչեցին այնտեղ եւ ասին այս տեքստը կարդացեք ինչ որ կարդացի շատ հետաքրքիր ազնվություն էր այդ ղեկավարը ռեժիսորը ասեց ուղիղ 20 անգամ դանդաղ երևի ես հիմա նորից եմ էլի արագ խոսում Ես չեմ կարող ասել ինքս էլ արագ խոսել Ես սեցի դանդաղ խոսել շատ լավ հիմա երկու անգամ դանդաղ Օգայան Արգենտինահայ մի հրաշալի ազնվությունների իմ բախտը բերել է լավ մարդկանց հետ շատ եմ հանդիպել էլ չեմ ասում որ ես օպերայի երկիշների հետ եմ շատ մոտիկ եղել այդ հետաքրքիր պատմություն է դա Գարգ Կասպարյանի հետ մի բեմում կանգնելը մեծ պատիվ է ոչ թե պատիվ է մեծ երջանկություն է Ավակ Պետրոսյանի եւ այլ մյուսների հետ մի խոսքով հաջորդ օրը ես արդեն եկա արդեն իրանք ռեժիսորը կարծում եմ թե ինքը ռեժիսորի վիրեի մասնագիտությունն է դա որ ես այսպես եմ ուզում ասում բայց ես այսպես չեմ դասավանդում ես այսպես մի խոսքով այսինքն դուք ոչ թե կարդում եք այնինչ գրած ձեզ տված էր այլև դուք հենց ֆիզիկայի դաս եք անում ես էլ ասում եմ չէ տեքստը պիտի ներկայացնես իրանք պաշտոնապես իրանք վճարում էին տեքստի համար կարծեմ նույնիսկ տեքստը ես ներկայացնում եմ ինչ որ բաներ եմ գրում բայց տեքստով ես չեմ կարող հաղորդում վարել որովհետև դա դասը կենթանի է դու պետք է եւ շատ հետաքրքիր է ստացվում պարզ մի անգամ էլ նույնիսկ դասից կանչել են ուրիշը պետք է հաղորդում վարել հիվանդացել էր ինչ շտապ տաքսիով տարան հերոստակենտրոն ասի գոնե տաքսիում ասում գոնե ասեք ինչ թեմա է որ թեման է այս ինչ թեման ալնելու եւ այդպես շատ երջանիկ էինք շատ հրաշալի հատկապես լավ էր այն իմաստով որ ուսուցիչներին կարողացա ես համոզել որ հնարավոր է երեխաներին այնպես դասավանդել որ երեխան հաջող ստանա քեզանից գոհ մնա եւ ամենակարևորը հնարավոր որ դու ինքդ գոհ մնաս երկու գործոն կա չես կարող դու գոհ մնաս դասից եթե դասպես երեխան գոհ չի մնացել այդ է վարպետությունը իմ ամենաերջանիկ տարիներն էին դրանք ոչ միայն իմ երջանիկ տարիներն են Հայաստանի համար ոսկի դար էր Հայաստանի կրթության եւ գիտության համար ոսկի դար բացվեց ֆիզմատ դպրոցը բացվեց ֆիզիկա ինստիտուտը կառուցվեց ատոմակայանը ատոմական էներգիայի նախարարը Հայ Պետրոսյանն էր պատկերացնում եք ինչ էր կատարվում միանգամից մի քանի հազար ինտելեկտուալ ֆիզիկոսներ եկան Հայաստան եւ ստեղծեցին այդ ֆիզիկա ինստիտուտը ատոմակայանը եւ իհարկե դրան զուգահեռ կրթությունը սկսեց բուրըն զարգանալ մեր տարիներին այդ տարիներին ամենապրեստիժային եւ ամենաբարձր մրցույթայինը ֆիզիկայի ֆակուլտետն էր մի տեղի համար 3-ից 4 դիմում էր ամենադժվար քննություններ եւ ամենապատվավորը ինձ բախտ վիճակվեց 67 թվականին ընդունվել ֆիզմատ դպրոց ֆիզիկա ինստիտուտից հետո ես եկա ֆիզմատ դպրոց եւ ամենակարևորը այն էր որ իմ ճակատագիրը շատ տարօրինակ է եղել ինձ մի աշխատանքից դասից հանել են տարել մի ուրիշ աշխատանքի ինձ դուրը ծեծեցին որ դուք դասամիջոցից հետո կգաք խոսելու ենք եւ ֆիզմատ դպրոցում ես ֆիզիկայուսիչ էի նո քիչ թե շատ թե լավ եւ տեղափոխեցին ուսների կատարելագործման ինստիտուտ որը շատ մեծ ես հաջող ստացա որտեվ իդեք ուսուցիչներին աշակերտների կոլեկտիվին խփել չի կարելի
կոլեկտիվը քո գնահատական ճշգրիտ տալիս է միջով 90%։ Ոչ մեկի խափել չի գալի։ Անհատական մակարդակում էլ չի գալի։ Եվ նրա գնահատականը վեկման ենթարկվում։ Էլ չասենք ժողովրդին խափելը հնարավոր չէ։ Դե պատկերացրեք, իսկ ինչ է նշանակում ուսուցիչների հետ աշխատել։ Որտեղ բոլորը հիասթափված, նույն երեխաներն են դրանք, պրոստը բարձրագույն կրթություն ունեն, բայց բոլորը երեխաները չեն ուզում սովորել, ես էլ անդադ շարունակում եմ, ուսուցիչները չեն ուզում սովորեցնել, այս վիճակից դուրս գալ։ Ինչ է նշանակում երեխաները չեն ուզում սովորել։ Նշանակում դու չես ուզում սովորեցնել, կամ չես կարողանում, մենք քեզ կասենք ոնց անել։ Եթե չես ուզում, ուրիշ բան կաշխատես։ Այո։ Եվ մի քանի տարում ինձ հաջողվեց։ Ես իմ ամենաերջանիկ տարիները այդ 70-ական թվականների միջով այդ չարաբաստիկ 88 թվականը։ Իսկ ինչ մեթոդներ եք կիրառել, որ կարող եք հիմա ասել, որ ֆիզիկան երեխաները սիրեն։ Մենք ինչ անենք որպես ծնողներ, ոնց ծեր արթնացնենք։ Հիմա հնարավորությունները անվերջ են։ Այնքան կան ինտերնետում նյութեր, այնքան կան լավ հաղորդավարներ, այնքան կան լավ նյութեր, որ նույն հիմնականում դե իհարկե նաև ռուսաց լեզվով է դա։ Ես շատ երկար ժամանակ ես աշխատել եմ նաև Սովետական միության կարևոր ինստիտուտ կար, մեթոդների ինստիտուտը դասավանդման, այնտեղ ես ամիսներով աշխատել եմ նրանց հետ եւս։ Այնտեղ իրոք գիտությունը շատ բարձր մակարդակ է, հատկապես մեթոդիկան, դասավանդման մեթոդիկան, ինչ եղանակով երեխային հասցնել բարդը եւ կարևորը հետաքրիրը։ Դու պետք է կարողանաս ճարես, հնակներ ճարես։ Այստեղ միայն ֆիզիկայի իմանալը չի։ Ֆիզիկան կարող է շատ իմանաս, բայց շատ վատ ուսուցիչ լինես։ Ուսուցիչ մեթոդիկան է։ Այստեղ կարևորը ոչ միայն մեթոդիկան է, կարևորը մանկավարժությունն է։ Կարևորը այնա քո բազմակողմանիզմի զարգացածն է։ Եթե ֆիզիկա ուսուցիչը բազմակողմանի չի զարգացած, նրա դասը չի ստացվելու։ Բարությունն էլ է, չէ՞, կարևոր հանգամանք։ Մանկավարժության մեջ բարություն է։ Իհարկե։ Եվ շատ հաճախ ես զգում եի, որ այս թեման չի անցնում ինձ մոտ, բայց ինչ անեմ, որ երեխանին նախ պետք է գրավես, եթե չես կարողանում գրավել, այդ թեման չի ստացվում։ Ես կարող մի տարօրինակ դեպք պատմեմ, ինչ կապ ունի Բեթհովենը կարծես թե ֆիզիկայի հետ, չէ՞։ Ուրեմն մի թեմա կար, քվազի առազգական ուժ, ֆիզիկոսները լավ գիտեն, դենտուկ լավ չեք իմանա, չէր ստացվում այդ թեման ինձ մոտ։ Ես զգում եմ, որ ոչ ուսուցիչներին էի կարողանում համոզել, ոչ էլ աշակերտներին։ Հետո հիշեցի մի հրաշալի ստեղծագործություն Բեթհովենի Լուսնի սոնատան։ Լուսնի սոնատան Բեթհովենը գրել է վերնագիրը Quasio sonata։ Այդ նշանակում է իբր թե սոնատա, այսինքն ոչ սոնատա, ոչ սոնետա, ոչ սոնետինա։ Եվ ես մտածեցի, հիմա այս էս բեմ quasi բառից կպա, դե quasi շկամա իբր թե։ Դասից առաջ ես դրեցի այդ ընջամ պլաստինկաներ էին։ Սկսեց նվագել, երեխան ասեց, գիտեք սա, դե բոլորը գիտեին, Լուսնի սոնատան ով չգիտեի, աշխարհում դες մարդ ես չեմ պատկերացնում, որ չիմանա։ Ասի այսա կոչվում է quasi sonata, իսկ ինչ նշանակում quasi sonata, դա նշանակում է իբր թե։ Հիմա մենք մի հատ ուժ ենք անցնելու, որը կոչվում է quasi ուժ։ Հիմա կարակ ասեք այդ ուժը թե ուժ չի։ Դա quasi ուժ է, իբր թե ուժ է։ Դա այն ուժերն են, որոնք ասեք փոխում են f հավասարակայx։ Դրանից հետո արդեն բոլոր աշակերտները արդեն quasi առազգական ուժի գիտեին։ Շատ པարզ ինչ որ ասոցիատիվ բան գտնես։ Եթե այդպես է սկսում, արդեն դու պետք է նպատակ դնես։ Մենք այսօր պետք է հասկանանք quasi առազգական ուժը ինչ է։ Կամ ամենահասարակ բանը ֆիզիկայի ցանկացած դաս, եթե դուք հիշում եք ձեր ֆիզիկայի դասերը, երևույթ ենք ուսումնասիրում, չէ՞։ Երևույթը տեսել ենք, երևույթը զգում ենք, մեզ աշկի վրա զգացել ենք։ Դի որպես այդ երևույթը նկարագրենք, մենք պետք է ինչ որ մի այբուբեն ճարենք, այսինքն մտցնենք ֆիզիկական մեծություններ։ Լավ դուք գիտեք, ամենառաջ ֆիզիկական մեծությունները մտցրել են մեր վայրի նախնիները, արագություն, ճանապարհ, տեղափոխություն, դրանք པարզ պետք է համոզել երեխային, որ դրանք շնչառու առարկա են, դրանք մեծություններ չեն, դրանք շատ կարևոր են։ Եվ եթե կարողանաս դու համոզել, որ սա շատ կարևոր մեծություն է, առանց սրան դու չես կարող այս խնդիրը լուծել, այս խնդիրը լուծել, դա հնարավոր չի, դա պետք է համոզվի։ Դու ինքդ պետք է համոզվես,
ուսուցիչը պետք է շատ համոզված լինի։ Կարողանա པարզ բառերով։ Օրինակ իմ սիրած բանը արագացված սահմանումը։ Երևի դուք դե չգիտեք։ Արագացումը, արագության փոփոխությունը։ Չգիտեի, բայց արագացումը հիշեցի։ Բայց ես ուրիշ սահմանում եմ տալիս եւ երեխեն եւ պահանջում այս սահմանումը դուր։ Արագացումը արագության փոփոխության արագությունն է։ Թվում է թե բառախաղ է, բայց իրականում շատ կարեւոր է։ Ինչպես արագ է փոխվում այդ մեծությունը, դա կոչվում է արագացում։ Այ եթե դու ինքներդ պիտի հնարես, ես համարյա թե գլուխ չգովամ իհարկե, գրքեր եմ շատ գրել, ուսուցիչների համար մոտ մի 7-8 փոքրիկ գրքեր եմ գրել 70-ից 70-ական թվականներին։ Այն ժամանակ սարսափելի բան էր տպվելը, մի բրոշուրը տպելու, Հարիսոն Էժանոց բրոշուրը տպելու համար ամիսներ պետք է չարչարվեիր, գլավ լիտը պետք է 2 ամիս պահեր, պետք է ծանոթներ ճարեիր ռայկոմում, ծանոթներ ճարեիր նախարարությունում, այնց բան առանց ծանոթի ոչ մի բան չէր ստացվում։ Շատ տարօրինակ երկիր էր, բայց զարգանում էր, կրթությունը զարգանում էր։